լուրջ հնարավորությունները։ Պարոն Կարապետյան, իշխանությունը ձեզ քննադատելիս նշում է, եւ դա գաղտնիք էլ չէ, որ դուք ձեր կապիտալի մեծ մասը կուտակել եք Ռուսաստանի Դաշնությունում։ Իհարկե ձեր թիմակիցները թվարկում են նաև այլ երկրների անուններ, բայց զգալի մասը կուտակվել է Ռուսաստանում ձեր կապիտալի, եւ իշխանությունները ձեզ քննադատելիս ասում են, որ ձեր հաղթանակի պարագայում կամ ձեր ծրագրերի իրագործման պարագայում ստացվելու է այնպես, որ Ռուսաստանը եւ դրանով ձեզ ճնշելու է, եւ Հայաստանի ենթակառուցվածքները դուք տրամադրելու եք Ռուսաստանի ղեկավարմանը կամ կառավարմանը կամ տալու եք Ռուսաստանին։ Ո՞րն է ձեր բացատրությունն այս հարցում։ Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից։ Փաշինյանի այդքան սիրված Հայաստանի էլեկտրական ցանցերը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հրազդանի ջեկը ես վերադարձել եմ Հայաստանին։ Սևան Հրազդան կասկադը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան։ Այսինքն մտավախություն չկա, որ ձեր կապիտալի համար, օրինակ Ռուսաստանը ձեր նկատմամբ ճնշումներ կկիրառի։ Մտահոգ չեք։ Բացարձակ մտահոգ չեմ, իսկ եթե կիրառեն, այդ դեպքում նույնպես բացարձակ մտահոգ չեմ։ Պարոն Կարապետյան, ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես շատ խոսում եք նրա մասին, որ միանշանակ հաղթելու եք այս ընտրություններում, հետաքրքիր է որտեղից է այդ վստահությունը, սոցիոլոգիան է թե այլ տեղից, որովհետև տնային կալանքում եք եւ ժողովրդի հետ ուղիղ շփվելու հնարավորություն էլ չունեք։ Եվ հաշվի առնելով նաեւ 2021-ի ընտրություններում, երբ կար եւս մի տեխնացու, ով հայտարարում էր, որ անպայման հաղթելու է Փաշինյանին, բայց դա չստացվեց։ Ձեզ մոտ ինչպես է դա ստացվելու եւ որտեղից է այդ վստահությունը։ Մեզ վստահություններ շնչում է մեր ժողովուրդը, մեզ վստահություններ շնչում են բոլոր հարցումները, մեզ վստահություններ շնչում է Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգը, իսկ ինչ վերաբերվում է տնային կալանքի պայմաններում, այնպես է ստացվել, որ կալանքում նույնպես հեշտությամբ կարելի հաղթել Փաշինյանին։ Պարոն Կարապետյան, 2021 թվականի համապետական ընտրություն